Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Հայկը, քանի որ պայմանական ազատության մեջ է եւ իրավունք չունի լքելու երկիրը, փորձում է որևէ տեղեկություն ստանալ եղբորից, առանց Հայաստանից մեկնելու անհրաժեշտության։ Նա սկսում է փնտրել մարդկանց, որոնք գուցե տեղյակ լինեն Միքոյի գտնվելու վայրից։ Վերջապես նրան հաջողվում է իմանալ, որ Միքոն Ռուսաստանում իր շրջապատի որոշ մարդկանց խոստովանել է, ցանկանում է հեռանալ երկրից եւ գնալ իր հարազատի մոտ։ Հայկը երկար մտածում է այս մասին, հասկանալով, որ ինքը Միքոյի ամենամոտ հարազատն է։ Այդ պատճառով մտածում է, թե գուցե եղբորը վերադառնում է Հայաստան։ Սակայն այլ տարբերակել է սկսում ձևավորվել նրա մտքում։ Հնարավոր է, որ Միքոն ուղևորվում է դեպի իրենց հայրը, ինչը լիովին շփոթեցնում է Հայկին։ Նա դեռ չգիտի, որ հայրը մահացել է, եւ այդ տեղեկատվության բացակայությունը միայն խորացնում է նրա ներքին անհանգստությունն ու շփոթությունը։ Նարեի կյանքում լարվածությունը գնալով աճում է։ Սաքոն, որը հերթական անգամ այցելում է Նարեի աշխատավայր, ատելյե, խոսում է աղջկա հետ սառը կտրուկ եւ ամեն բառով ակնարկում է, որ տեղյակ է Նարեի ու Հայկի կապի մասին։ Նարեն միանգամից հասկանում է, որ այս տեղեկատվությունը միայն մեկ մարդ կարող էր հայտնել՝ իր մայրը։ Այդ երեկո, երբ նա տուն է վերադառնում, բացահայտ ու կտրուկ հարց է ուղղում Անիկին, պահանջելով իմանալ ճշմարտությունը։ Զրույցը արագ վերածվում է սուր խոսակցության։ Նարեն բարձրացնում է ձայնը եւ հենց այդ պահին խոհանոցից դուրս է գալիս հայրը Սաքոն։ Նրա հայացքը բավական է, որպեսզի Նարեն հասկանա, որ ամեն ինչ բացահայտված է։ Նրա զայրույթը ավելի է մեծանում, իսկ Նարեի սրտի կասկածները հաստատվում են։ Ծնողները միավորվել են իրեն վերահսկելու եւ պարտադրելու համար։ Մյուս կողմում իրավիճակն էլ ավելի սրում է Արմոն, իր մութ եւ չարամիտ խաղերով։ Նա վռամին ասում է, որ ցանկանում է վրեժ լուծել Հայկից ու դրա համար մոտենալու է Սոնային, ձևացնելով, թե սիրահարված է նրան։ Ցանկանում է դիտել, ինչպես կվերաբերվի Հայկը, երբ նրա քրոջը նման ձևով մոտենան։ Վռամի համար սա չափից դուրս անընդունելի է։ Նա արդեն հրաժարվել է Սոնայից հանուն ընտանիքի խաղաղության, բայց այդ զգացմունքները մնում են կենդանի։ Այժմ լսելով Արմոյի այդ կեղծ պլանների մասին, Վռամը գրգռվում է, կորցնում ինքնատիրապետություն եւ բախվում է Արմոյի հետ։ Նրա զայրույթը խորանում է այն բանից, որ Արմոն հստակ գիտեր Վռամի զգացմունքների մասին Սոնայի հանդեպ, բայց միևնույն է որոշել է խաղալ այդ զգացմունքների հետ։ Անիկն էլ իր հերթին բախվում է նոր եւ տագնապալին գաղտնիքի։ Նա պատահական լսում է Սաքոյի հեռախոսային խոսակցությունը Քաջիկի հետ։ Քաջիկը Արփիի հայրը, անցյալի դաժան իրադարձությունների ականատեսն է։ Նա ներկա եղել այն պահին, երբ Սաքոն սպանել է Հայկի հորը։ Քաջիկը հայտարարում է, որ ցանկանում է գալ Երևան, բայց Սաքոն կտրականապես արգելում է դա, վախենալով, որ նրա ներկայությունը կբերի անցյալի բացահայտմանը։ Անիկը լսելով այդ ամենը, փորձում է բացատրություն ստանալ ամուսնուց, բայց Սաքոն ամեն ինչ հերքում է եւ փորձում մոլորեցնել կնոջը, հերթական անգամ թաքցնելով ճշմարտությունը։ Հարգելի հետևորդներ, ըստ ձեզ ուր է պատրաստվում մեկնել Միքոն։ Արդյոք իրոք պատրաստվում է գալ Հայաստան եւ արդյոք մենք շուտով կտեսնենք նոր կերպար նրա տեսքով։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ իմ հայրամին կիբը սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա բան ստացվել, բայց